Հայաստանի սահմանադրության փոփոխության ադրբեջանական նախապայմանը Երևանի համար ընդունելի չէ։ Ֆրանսիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարարը, պատասխանելով ազատության հարցին, երբ Ադրբեջանը պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայմանները, հայ ու ադրբեջանցի պաշտոնյաներն այժմ ինչ հարցեր են քննարկում, այդ նախապայմանների կատարումը, թե դրանցից հրաժարումը։ Նախագծի համաձայնեցումից հետո թե երկրների ղեկավարների, թե արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ եղել են, բայց Բաքուն 2.5 ամիս է չի նահանջում։ Ըստ Արարատ Միրզոյանի, եթե Բաքվի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, դրանք փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որոնց մեջ կա միմյանցից տարածքային պահանջներ չունենալու կետ։ Քննարկումները կարող են գնալ ոչ անպայման, դուք մի քիչ ծայրահեղ որակեցիք ընդունել պայմանները կամ ամբողջապես մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել եւ հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն է։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի մյուս Մինսկի խմբի լուծարման պահանջին, արտգործնախարարն այսօր էլ ասաց օրակարգը Հայաստանի համար քննարկելի է, բայց Հայաստանը դա կամ պայմանագրի ստորագրումից հետո կամ միաժամանակյա գործընթաց է պատկերացնում։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով, վարչապետի նախագահի մակարդակով նոր հանդիպումների, որտեղ կարող ենք ելի լուծում քննարկել ավելի ֆունդամենտալ կերպով քննարկել, քան դա թույլ են տալիս միջազգային օրինակ ֆորմատները ժամանակի տեղի առումով, ապա իհարկե մենք կարող ենք ողջունել միայն եւ մենք կողմ ենք այդպիսի հանդիպումների։ Ֆրանսիան իր արևմտյան գործընկերների հետ սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ En Arménie, je suis donc venu réaffirmer le soutien de la France. Ես եկել եմ Հայաստան եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ։ Առաջին հերթին աջակցություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո համաձայնեցվել է։ Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ վավերացնելու։ Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաև մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է տալ Հայաստանին հնարավորություն ապահովելու իր պաշտպանությունն ու իր ինքնիշխանությունը։ De notre coopération de défense avec l'Arménie, qu'il s'agisse de la fourniture d'équipements. Թե Ժան-Նոել Բարոն, թե Արարատ Միրզոյանը հայտարարեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին նաև փաստաթղթով ռազմավարական բնույթ տալու մտադրության մասին։ Վերջին պատերազմից հետո Ֆրանսիան Հայաստանի զենքի առանցքային մատակարարներից մեկն է դարձել, ինչին խիստ ընդդիմանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Et déjà très largement stratégique. Երկու երկրների եւ ժողովուրդների միջև արդեն մեծապես ռազմավարական են հարաբերությունները։ Իմ պաշտոնակից Արարատի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել, նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախանշելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Collectivités territoriales françaises. Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաև վիզաների ազատականացմանը խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցելու խոստում հնչեցրեց։ Ասուլիսում նաև հայտարարվեց Հայաստանը ֆրանսիական ընկերությանն է վստահել կենսաչափական անձնագրերի թողարկումը, բայց թե երբ հայաստանցիներն առանց մուտքի արտոնագրի դեպի Եվրոպա կճամփորդեն, ժամկետներ չհնչեցին։ Միրզոյանի փոխանցմամբ բանակցությունները սկսված են, բայց նաև կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն, ընդ որում դրանց մի մասը Հայաստանի պարտավորություններն են ըստ նրա։ Խոսեցին բիոմետրիկ անձնագրերից, սա միայն մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի Հայաստանը եւ Եվրոպական միությունը միասին կարողանան այդ որոշմանը գալ, այսինքն այստեղ բանակցությունները միայն միմյանց համոզելու մասին չեն, այլ նաև պատկերացնելու են ճանապարհ, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից։ Descendre sur Erevan sous le regard du mont Ararat que nous laissions à bâbord. Je me disais qu'il était temps. Ինչպես Ժան-Նոել Բարոն նշեց, Երևան վայրեջքի ժամանակ Արարատ լեռան հայացքի ներքո է մտածել, որ ժամանակն էր պատասխանելու Արարատ Միրզոյանի Հայաստան գալու հրավերին։ Սա Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Ժան-Նոել Բարոյի
Առաջին այցն է Հայաստան։ Իդեպ մի խումբ արևմտամետներ այսօր արտգործնախարարության շենքի դիմաց շնորհակալություն Ֆրանսիա գրությամբ պաստառներով դիմավորեցին ֆրանսիացի արտգործնախարարին։ Նույն այս գործիչները անցած շաբաթ Պուտին մարդասպան գրությամբ պաստառներ էին պարզել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովի այցի ընթացքում։